Արգելի քաղաքացիներ, բարի օր ձեզ։ Կրգին ինձ դիմել է Արկադին Գևորգյան։ Դուք հիշում եք, որ 2-3 անդրադարձ ենք մենք արել իր խնդրով կապված երեխաների տեսակցության հետ եւ իր նկատմամբ անհիմն, փաստացի անհիմն, դերթադարանի որոշումը չկա, բայց հուսամ կլինի, ուրեմն գործողությունների հետ կապված, որի հետևանքով կամ որոնց հետևանքով Արկադին հայտնվել է նույնիսկ հոգեբուժարանում եւ հետո էլ կրել է անազատության դժվարություններ, այսինքն զրկվել է ազատությունից։ Նախորդ դատական նիստի հետ կապված, որին ես էի ներկա, նաև որոշակի միջնորդություններ ներկայացվեցին Արկադիի կողմից եւ այլն, մասնավորապես բավարարվեց դատավորի կողմից փաստաբանին փոխելու եւ հանրային պաշտպան նշանակելու միջնորդությունը։ Հիմա Արկադին ինձ դիմել է ու ցանկություն ունի հրաբարակային կոչ հնչեցնել իր նոր պաշտպանի, որը հանրային պաշտպան է, հասցեին եւ նրան ուղղել իր կոչը, որբիսի նախորդ փաստաբանների գործողությունները, որոնց զոհը ինքը այդպես է համարում եւ որոնցից տուժել է Արկադին, չկրկնվի։ Բանն այն է, որ Արկադին լինելով տուժող կողմ ներկայացնում է տարբեր միջնորդություններ, բայց այդ միջնորդությունները չգիտես ինչու նույնիսկ իր կողմից վարձած փաստաբանները չեն իրականացնում, այսինքն չեն առաջ տալիս կոպիտ ասած։ Հիմա լսենք Արկադիին։ Ուրեմն ես էլ հանդիպել եմ իմ հանրային պաշտպանից, ինքը օր է նշանակի ամսու 28-ին, սակայն ես Երևանում գործ էի անում, նորից թողե որպես հանդիպում եկել եմ, հեռախոսը իա անջատված է, չորն է գցել ինձի, սակայն նշանակվում է իմ հանրային պաշտպանս, ու ինքը ասում է լավ եմ անում։ Հիմա ես խնդրում եմ իրավաբանորեն պատշաճ կատարել ձեր պարտականությունները, այսինքն նախկին պաշտպաններից թողված թերությունները ես խնդրում եմ, ես տվել եմ իրան, խնդրում եմ ձեզ ներկայացրեք դատարան։ Այսինքն մեկ վարքյան, հիմա անուն ազգանունով դիմեք ձեր պաշտպանին, որտեղ դա դուք ասում եք հանրային կոչ է։ Հանրային պաշտպանը նշանակվել է ինձի Ժորա Պետրոսյանը։ Հիմա պարոն Պետրոսյան, Արկադին դիմում է ձեզ, ասեք։ Որ նախկին պաշտպանների թերությունները կատարել թերությունները, քանի որ ես իմ խնդրանքով, այսինքն փաստաթղթով, ամեն ինչով ապացույցով ներկայացնում եմ, բացարձակ պետք է ներկայացվի Շիրակի մարզի գլխավոր դատախազ Չիչոյանի կողմից եւ Շիրակի մարզի գլխավոր դատախազի տեղակալ Եդիկարյանն, այսինքն որը մեղադրում է ինձի ավազակության մեջ, սակայն այդ ավազակության հոդվածը չի համապատասխանում իմ առաջքիս հետ։ Ես ինքը փաստաթղթերը պարոն Եդիկարյանը փաստաթղթերը կեղծելով, յուրացնելով, իրականացնելով, թարգմանելով, այդ փաստերը իմ կողմս է, որը ներկայացնում ես խնդրում եմ ձեզ, ներկայացրել եմ ձեզ Ժորա Պետրոսյան, իմ պաշտպան, որ դուք բացարձակ ներկայացրեք դատարան, որ չի համար փաստաթղթերը կեղծելով, յուրացնելով, այդ հոդվածը տրվել է դատարան, բայց իրավասուչը այդ հոդվածով մտներ դատարան այդ գործը։ Հիմա Արկադի, ինչքան հասկանում ենք, ձեր հրաբարակային այս կոչը ձեր փաստաբանին կապվում է նրա հետ, որ դուք խնդրում եք իրեն չկրկնել նախորդ փաստաբանների սխալը, պաշտպանել ձեր շահերը, լինելով հանրային պաշտպան, վճարվելով պետության կողմից, դուք խնդրում եք իրեն, որ ինքը չկրկնի իր նախորդ սխալները, այո, իր նախորդների սխալները։ Ես չեմ խնդրում օրենքի չեղի, ես խնդրում եմ այն ինչ որ օրենքն է պահանջում, այսինքն այդ հոդվածը չի համապատասխանում իմ առաջքից հետ փաստերը իմ ձեռս է, որը բացակայում է դատական քրեական գործերի միջից, այսինքն կեղծ է յուրացրել է Եդիկարյանը մեղադրող կողմը, Եդիկարյանն ու Չիչոյանը։ Ինձ կեղծ փաստաթուղթ են ուղարկել, ձեր գործով ուղարկված բոլոր գործերը ուղարկվել է դատարան, սակայն դատարանն է տիկին Շտոյանը հրաժարվում է, ասում է այդ գործը չի բանենում ես գործի հետ, իմ բողոքարկումս չի, բովանդակությունը չկա իմ
բողոքներից բովանդակությունը չկա, թաքցրած է։ Ձեր մոտ ինչ մտավախություն կա, ինչ եք մտածում, որ ձեր նոր պաշտպանը չի իրականացնելու ձեր շահերի պաշտպանությունը։ Քանի որ իմ նախկին պաշտպաններս, որը գումարով ես վարձել էի, Խոչընդոտ է ստեղծի Եդիգարյանը եւ Չիչոյանը, որ իմ պաշտպանս հրաժարվել է իմ գումարս դաժե ետ չտալով, հրաժարվել է բացակ ներկայացնել Եդիգարյանի դեմ։ Քանի որ այս փաստերը ներկայացել է միակ ծոր այս բացարկը պետք է ներկայացվի։ Հանցագործության Հասկացանք, հիմի մտահոգությունը ինչու՞մն է ձեր նոր պաշտպանը։ Իմ խնդրանք ես պաշտպանից, որ արտարությունը վերականգնեցվի։ Ես այդ հոդվածը չհամապատասխանել եմ իմ հարազատիս հետ, իմ օբշի կառույցը, ինչ որ իմ վրա քրեական գործեր կա, բոլորը կախված է իմ երեխաներից հետ։ Այսինքն ես չեմ կարող իմ երեխայիցս ավազակություն կատարել։ Դա գիտեն սա կառույցները։ Իմ գլխից սարքել է Դավիթ Մաշկարյանը, քննիչ Դավիթ Մաշկարյանը, որը քննել է իմ գործերս։ Մի տարի քննել է, ինքը չի եզրակացրել, որ այդ հոդվածը չի ապապատասխանել։ Դավիթ Մաշկարյանը, Գուրգեն Պետրոսյանը, ընտանեկան բռնության պետը, որը 3 տարի է այս գործերից դուրս էր, որ միայն ես երեխայիս եմ գնում տեսնում։ Մուշի բաժնի։ Եվ մուշի բաժին բանը երեխաների բռնության պետը, ընտանեկան բռնության պետը եւ մուշի բաժին նախկին ոստիկանության պետ Արտուր Հակոբյանը, որը նախքան կալանավորվել է, իրանք ասեցին մեկ ու գլխից սարքեք կալանավորեք, խելոք մնա։ Ով է ասել այդպես ձեզ։ Արտուրը եւ Անձամբ ձեզ են ասել, որտեղ են ասել դա։ Մուշի բաժնում։ Կաբինետում։ Բաժնում, այո։ Հենց այդպես բացահայտ է։ Այո։ Խելոք մնա թե չնստեցնենք։ Ու հասան իրանցնեմ բադագին։ Նստեցրեցին, արազները կատարեցին։ Շատ լավ, Արկադի, իմ հարցին հստակ պատասխանեք։ Ինչու եք մտահոգ, որ ձեր պաշտպանը կարող է ձեզ պատշաճ չպաշտպանել։ Այս նոր պաշտպանը։ Ինչ մտահոգություն ունեք, ինչ զրույց եք ունեցել, հետը կարծիք եք ձևավորել։ Ես զրույց եմ ունեցել, զապիսներն ունեմ, որ ինքը ես ասում եմ, եթե դու պաշտպանես ինձ, պաշտպանը, եթե ոչ հրաժարվի։ Իմ բացարկներս, իմ տված թղթերը ինքը ասում է դու ներկայացու, եթե ես պիտի ներկայացել եմ։ Դուք ինչու համար իրավաբանական գիտելիքը չունեք, որ կրագետ նկարի։ Իրավաբանը սովա թուղթ ունե, ուրեմն թող սպասեն մի 10 տարի, կամ սովի իրավաբանը կարողանամ ինքնուրույն ինձ պաշտպանել։ Դա ապշեցնող է, որ հանրային պաշտպանը նման արտահայտություն է ըստ ձեր մեջբերումով թույլ տալիս իր պաշտպանյալի նկատմամբ։ Պարոն Ժորա Պետրոսյան, դուք հիմա լսում եք այս եթերը, ես անպայման կգտնվեմ տադական նիստին Արկադիի, արդեն Արկադի Գևորգյանի, արդեն այս ձեր արտահայտությունը, եթե Արկադին ճիշտ է ասում, իսկ ես չեմ կասկածում, որ ինքը ճիշտ է ասում, ինչպես նաև երևի լսողները չկասկածեցին, որովհետեւ տեսնենք, թե դուք ինչպես եք պաշտպանություն իրականացնում։ Փաստորեն Արկադին մի քանի փաստաբան է ունեցել եւ բոլորը խուսափել են բացարկներ ներկայացնել Շիրակի մարզի Տադախազի տեղակալ սույն գործով հսկող Տադախազ Եդիգարյանի նկատմամբ, քննիչի նկատմամբ, իջոր Ռիմա Տավցյան, հա, ասեցիք այդ մյուսը Դավիթ Մարկարյան, այո, դրանց գործողությունների նկատմամբ։ Հիմա եթե այս անձը ձեր պաշտպանյալը Արկադի Գևորգյանը հիմնավոր է դա ասում, դուք ինչի եք խուսափում բացարկներ ներկայացնել տվյալ անձանց նկատմամբ։ Ինչն է խնդիրը, ոչ թե տվյալ անձանց, այլ տվյալ անձանց գործողությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնեք, թեկուզ դա բացարկ չի կոչվում, դիրքորոշում եւ այլն, հստակ ներկայացեք։ Եվ բացարկը նկատմամբ իմ բացարկը կներեք, իմ բացարկը նրա մասին է, որ հանցագործ Եդիգարյանը չի կարող ինձ մեղադարանք ներկայացնել։ Ինչի է հանցագործ։ Ինչի է հանցագործ, քանի որ ըստ օրենքի սահմաններում, ես չգիտեմ հոդվածը, ըստ օրենքի սահմաններում, այսինքն հանցագործին թաքցնողը հանցագործ է։ Դիք չի կարևոր չէ, ինքը դատավոր է, դատախազ է։ Ինքը թաքցրել է Դավիթ Մաշկարյանի հանցագործությունը։ Այսինքն պատշաճ հսկողություն չի իրականացել, դա իր ծերագիրն է իմիջայլոց։ Հարգելի ժողովուրդ, կներեք, ես ձեզ ընտադեմ, ես էլ եմ առնչվել այդ նույն հսկող Տադախազի հետ, նա լոյալ, վախվորած, օրվա իշխանությունների քիպկին համապատասխան, այ մարզի Տադախազի, օրվա մարզի Տադախազի
ցանկությունները կատարող հսկող դադախազ է։ Ես էլ եմ առնչվել, դրա համար հավատում եմ Արկադիի պատմածին, որովհետև այդ մարդը, ուրեմն, այսպես ասած, պաշտոնական թևը պաշտպանողն է, այսպես ասեմ, չի տանում արտար քննություն որպես հսկող դադախազ, չի խորանում փաստերի մեջ, օբյեկտիվ համակողմանի քննություն չի իրականացնում։ Ես էլ եմ առնչվել։ Ես նշեմ, որ նախկինում Գուրգեն Պետրոսյանն նշեցի, ընտանեկան բռնության պետը իրավարքայական գործեր հարուցվել, հաստատություններ ստեղել, որը Դավիթ Մարգարյանը նույնպես կեղծել էր հաստատությունը իմ տված ձայնային սկավառակը, որը ապացուցում էր հանցագործությունը, այսինքն 441-րդ հոդվածն էր դրացվել, 5-ից 10 տարի ժամկետով, սակայն նույնպես փաստաթղթեր կեղծեցին եւ Եդիգարյանը կարճեց գործը։ Ինչի՞ մեր առնչվում այդ Գուրգեն Պետրոսյանի հանցագործությունը, ինչի՞ է դեր առնչվում։ Ինչու դեր առնչվում, որ ինձ, այսինքն ինքը ընտանեկան բռնության պետք է ես ներկայացել եմ իմ երեխայից ճնշում գործադրել, իմ երեխայից տեսակցությունի համեմատ բաներները, սակայն ինքը չի պաշտոնական դիրքը չի, դրա վերաբերյալ հարուցված է եղել գործ։ Խելարի թուղթ էին տվել, ասել է լավ է մերը տվել եմ դրա ձայնագրությունը։ Ում է խելարի թուղթը։ Գնացես կեղծ խելարի թուղթ է անե, որ լավ է մերը տարածել եմ, գնա դու պատիվ պահանջի։ Ու քֆուրով է դա խոսում։ Իմիջիալից հարգելի ժողովուրդ, այդ կեղծ թղթի հետ կապված, գժի թղթի հետ կապված, ուրեմն կար եզրակացում, մենք դա հրաբարակել ենք Արկադիի գործի առնչությամբ, որ դա կեղծ է եղել եւ Վանաձորի հոգեբուժարանից տված տեղեկանքներ, որտեղ այնտեղ է իրականացվել, այնտեղի մասնագետներն են իրականացել փորձաքննությունը, փաստացի կեղծ է դուրս եկել։ Դրա վերաբերյալ է եղել հարուցված գործ։ Բոլոր տակարուսետ գործերն է կողմը։ Այսինքն ինքը իրավունք չունեցել անձնական տվյալ հրաբարակել։ Դավիթ Մարգարյանի գործողությունը, որը կեղծել էր փաստաթղթերը, յուրացրել էր գործի մուտից, ես բողոք արգել եմ Չիչոյանին, սակայն Չիչոյանը անտեսել է, հա, այսինքն հանցագործին թաքցրել է ինքը։ Դի կարևոր չի դա գլխավոր դա ինքը հանցալ ըստ օրենս գրքի հանցագործի թաքցրնողը հանցագործ։ Շատ լավ, ուրեմն մենք ամփոփում ենք եւ դիմում ենք վերջին անգամ հանրային պաշտպան նշանակված Ժորա Պետրոսյանին, տարիքով մի քիչ միջին տարիքի մարդ է, ոնց հասկացա, ուրեմն պարոն Պետրոսյան, գործին խորամուխ եղեք եւ տվյալ ձեր պաշտպանյալի շահերը պատշաճորեն պաշտպանեք, որովհետեւ դուք եք հասկանում, որ անընդհատ փոխել այս մարդը պաշտպան չի կարող, դուք հանրային պաշտպան եք, բայց դա ոչինչ չի նշանակում, պաշտպանը հանրային է, վճարում եք պետության կողմից, ինչ տարբերություն, այս մարդու իմ մյուսների հարգերից, որպեսզի արտարությունը առաջ տանեք եւ նորմալ քննություն իրականացնեք, նորմալ օժանդակեք մարդկանց, այսինքն մենք ձեզ բոլորս վարձել ենք, որպեսզի դուք Արկադի Գևորգյանի շահերը պաշտպանեք, եթե վախ, կաշկանդվածություն ունեք, ուրեմն մի պաշտպանեք, հրաժարվեք այդ գործից։ Ես նույնպես նշել եմ նրան, որ դու գումար եք ստանում իմ կողմից, դու գումար ինքը ինձի խապում է, դոլի ձեռ է առնում, ասում եմ ես ձերի եմ աշխատում ձեր համար։ Լավ, ոչինչ, մենք կհետևենք այդ ընթացքին։ Ժորա Պետրոսյան, պատշաճ կատարեք ձեր պարտականությունները, իմ բոլոր թղթաբանությունները, ապացույցները, բոլորը կախված է այս քրեական գործերին, որը ապացուցում է իմ մանմեղությունս։ Այսինքն ես կանխավախելով եմ տալ այդ հեռախոսը ոստիկանություն հասնի։ Լավ, դրան մենք չենք խորանա նորից այդ խնդիրների մեջ, դուք դիմեցիք ձեր պաշտպանին, որի իրավունքը ունեք, հանրային դիմում ներկայացրեցիք, ունենալով մտավախություն նախորդ պաշտպանների գործունեությունից ելնելով։ Մենք, պարոն Պետրոսյան, սպասում ենք ձեր գործողություններին, շնորհակալ կլինենք, որ դուք պատշաճորեն արտարությունը առաջ տանեք, հաջողություն։